Մի հատ էլ պատկերացրեք Ադրբեջան պետություն, այսօրվա իշխանությունը առանց հայերի նկատմամբ թշնամանքի։ Կարաք պատկերացնեք։ Հնարավոր չի, հնարավոր չի։ Գիտեք ինչի հնարավոր չի, որովհետև Ադրբեջանի այսօրվա իշխանության համար նրանց քաղաքական կյանքի երաշխավորը, պաշտոնների մնալու երաշխավորը հայատացությունն է, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որ ասում է, չէ, եւ ԿՊ-ն ինչ է ասում վերնախավը, ասում է, որ գիտեք ինչ կա, սա զիջում չէ, որովհետև ինչ որ մենք ստորագրել ենք, նույնը Ադրբեջանն է ստորագրում, չէ, ասենք այնտեղ քանի կետ կա, ես չգիտեմ, ես չեն ասում, չեն բացահայտում։ Դեռևս հա։ Իմ ժառանգ ասեմ շատ վատ են անում, որ չեն բացում, սա սխալ է, սա օրենքից չի բխում, սա մեր իրավունքներից չի բխում, որովհետև այդ այսպես կոչված պայմանագրի հարցը մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում։ Ադրբեջանը այս պայմանագրից բացի որպես նախապայման առաջ է քաշել այլ պայմաններ, որոնք Հայաստանը պետք է անի միակողմանի, եւ դա Ադրբեջանը չի անելու, որտեղ հնարավոր չի որ դա անի Ադրբեջանը էությամբ այս պահին այնպեսին են։ Տեսեք, առաջինը Հայաստանի ապառազմականացում, երկրորդը այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Նրանք բարձրացնում են սահմանադրության փոփոխության հարց, Արցախի հետ կապված բոլոր կազմակերպությունները պետք է փակվեն, հայրենասիրական նաև այդ ազգային արժեքներ տարածող երևույթներ չպետք է լինեն եւ այլն։ Հիմա տեսեք, այս ամենը միակողմանի է, միայն Հայաստանին է եւ սա նախապայման է այս այսպես կոչված պայմանագրի ստորագրման համար։